Ով է ամենաբարձր աշխատավարձը ստացել քաղաքացիական պայմանագրի ղեկավար կազմից, որոնք մասնակցում են 2026-ի խորհրդանական ընտրություններին։ Նրանց հայտարարները արդեն հրապարակվել են եւ ներառում են 2025-ի ապրիլի 1-ից մինչեւ 2026-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։ ՔՊ-ից ամենաբարձր աշխատավարձը ստացել է Գնել Սանոսյանը, Լիդիան Արմենիայում կառավարության ներկայացուցիչը տարեկան 56 միլիոն դրամ, իսկ ամսական ավելի քան 4.5 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում Ռոմանոս Պետրոսյանն է, ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը, 8.5 ամսում նրա աշխատավարձը կազմել է շուրջ 38 միլիոն դրամ, ամսական ավելի քան 4.5 միլիոն դրամ։ Երրորդ տեղում Դավիթ Խուդատյանն է, որի աշխատավարձը կազմել է ավելի քան 35 միլիոն դրամ, նույնքան ստացել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը 2021-ից հետո աճել է 2.5 անգամ։ Եթե 2021-ին նրա ամսական աշխատավարձը կազմել էր 1 միլիոն դրամ, ապա այժմ ավելի քան 2.5 միլիոն դրամ, տարեկան աշխատավարձը կազմել է շուրջ 32 միլիոն դրամ։ Գևորգ Պապոյանի աշխատավարձը պատգամավոր եղած տարիներից աճել է ավելի քան 3 անգամ, իսկ Ռուբեն Ռուբինյանի եւ Սրփուի Գալյանի դեպքում ավելի քան 2 անգամ։ Շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, շատ վաստակ եք եւ առողջ եղեք։